Երուսանով գողջունեմ ձեզ բոլորդ և պարկ կուտանք, որ թարցյալ գրնանք հավակվիլ դերոչը դաջարի մեջ, զինք բաշտելու, երկրբակելու և անորետ հաղորդակցելու։ Իրականության մեջ այսպեսի արիտները մեզի համար թանկագին են, արժեքավոր են, ամեն բանը ավելի վեր պետք է սեպենք, հավաքապար դերոչի ներկայության մեջ անորետ հաղորդակցիլը։ Նաև գողջունենք բոլորանուք, որոնք մեզ գունգտրեն, թող Աստծո օրհնությունը բոլորիդ վրա հանգչի։ Մեր պաշտամունքը պիտի սկսենք 501-րդ երգով, 501 Փառքը Աստուծո վասնիր մեծ գործին, անչափ սիրեց աշխարհ տվավ իր որդին։ Հոդն գայս մեր փոխադարձ ընթերցանությունը բիդլա թիվ 3 երկարաններու յետին գտնվող անոք որում գրնան ոտքի վրա թիվ 3 Ինչպես սիրելի ենք ու բնակարաններդ ով զորած դեր Ջջունն ալդուն կդավ ու ձերնիգը իրեն պույն, իր ծակերը տնելու համար, կու սեղաններուն կով, ով զորած դեր, իմ թակավորս ու աստվածս։
Երանի այն մարդոց, որոնց զորությունը քեզ մե է ու իրենց սրդի մեջ դանը ջամփաները կան։ Անոնք զորութենե զորություն գերտան, մինչև որ Սիոնի մեջ Աստուծո առջև երևնան։ Ով մեր վահանը Աստված, դես, ու քու օձյալիդ երեսը նայե։ Քանզի դեր Աստված արև ու վահան է, դերը շնորհք ու փառք պիտի դա, փառությունը պիտի չբացեցնե ուղղությամբ քալողներեն։ Ով զորած դեր, երանելի է քեզի հուսացող մարդը։ Եկեք մեր սրտերը պատրաստենք աղոթքով եւ այս պաշտամունքին վրա անոր օրհնությունը խնդրենք։ Այո, դեր երանելի է անոնք, որոնք քեզի հետ կգալեն, քեզ ընտրած են, քեզ կբաշխեն, քեզի համար գաբրին եւ գծարայեն։ Քո օրհնությունդ այդպեսիներու վրա գահանքի։ Շնորհակալ ենք դեր, փառք կուտանք, որ այս օրհնյալ դերունական օրը դարձյալ մեզի շնորհեցիր։ Այո դեր, որքան փառք կուտանք, որ ներկա ես օրհնելու մեզ, զորացնելու խոսքովդ, խոսելու, սորվեցնելու, ուղղելու եւ դեր այն ճշմարտությունները, որ գուզես մեզի փոխանցել, դեր գուզես որ հասկանանք, սորվենք եւ դեր քեզ մե նոր ուժ ստանալով մեր կյանքը շարունակենք, այն կյանքը, որուն համար գանչված ենք։ Փառք կուտանք դեր, մեզի համար մեծ բադիվ է քեզ ունենալ, քեզի հետ քալելը, այո դեր ժամանակին մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած էինք, մեր եսին բերանցին գծարայենք, բայց դու մեզի գենթանացուցիր, մեր միտքը լուսավորեցիր, մեր գամքը շտկեցիր, այո դեր գուրախանանք, գախորժինք այն բաները, որոնք թուն գուրախանաս։ Շնորհակալ ենք դեր, որ այն օրը, երբ մեր կյանքերեն մուտք գործեցիր, մեր կյանքերը հիմնովին փոխվեցան։ Փառք կուտանք դեր, թուն ողջ ես, հարուցյալ դեր ես, եւ դեր հրաշալի գործեր գնես քու զավակներուդ կյանքերու մեջ եւ միջոցով։ Հավատքով եկած ենք, շնորհակալության հոգիով եկած ենք եւ գուզենք, որ այս պաշտամունքը օրհնելով օրհնես սկիզբեն մինչև վերջ Սուրբ Հոգվույն գարավարության գահացնենք։ Հիշե նաև դեր մեր սրտերուն վրա ծանրացած նյութերը, որոնց համար աղոթած ենք, շարունակ բիդաղոթենք, մինչև որ քու կամքդ գադարվի։ Դեր մենք կխնդրենք, թուրը կզարնենք եւ դեր կփնտրենք, որովհետեւ թուն այդպես սիր, քու խոստման հիման վրա է, որ մեր աղոթները քեզի կբարձրացնենք, մեր հիվանդներուն համար, անոնք որոնք դժվարություններ մեջ եկածնին, ֆիզիկապես ցավեր ունին, բոլորին թուն բժշկես դեր եւ օգնության հասնիս։ Հիշե մեր հայրենի քնալով դեր, թուն դեր մեր ժողովրդին ներգան եւ աբական գիտես դեր ամեն բան եւ գրնաս բարի կորձագից դարձնել, գխնդրենք ով դեր, որ ողորմիս մեր ժողովրդին եւ դեր այդ ապ մողողի մեջ խաղաղության մեջ ապրենք եւ ավետարանի բարի լուրը դարածենք եւ դեր թուն փարավորվիս մեր ժողովրդին մեջ եւ միջոցովալ քեզի գանցնենք դեր մեր երկրի ներգան եւ աբական քու բոլոր ծրագիրներդ բարի են անիշատ լավ գիտենք օգնե դեր որ իմաստությամբ օժդված ղեկավարներուն միջոցով դեր քու կորձդ հարաճ տանիս հատուկ կերպով այցելես դեր բոլոր ղեկավարները քաղաքական գրոնական որբեսի դեր անոնք սիրով համերաշխ իրարու հետ դեր կորձակցելով մեր ժողովուրդը խաղաղության մեջ ապրի եւ դեր բարի օրեր ունենա դեր փիշե այս երկիրնալ եւ այն երկիրները ուր դժվարություններ կան, պատերազմներ կան, բոլորը դեր
ցերկերուտ կանցնենք, շնորհացկայ դարչև գբերենք, հավատքով գխնդրենք ու միջամտությունդ։ Բոլոր եկեղեցիներն ալ օրհնես այս բաուս ուր որ հավաքված են դեր եւ քեզ գբաշտեն խոսքիդ մատակարարություն օրհնությունը լա եւ այսպես ով դեր այս վերջին օրերու մեջ կուզավակներդ արթնան, ըսկաստլան, Սուրբ Հոգով լեցուն ապրին եւ այսպես ով դեր պատրաստ վիճակի մեջ գտնվենք, երբ դունքաս մեզ դեր կովդ առնելու։ Այս բոլորը անարժանապար կխնդրենք Տեր Հիսուսի անունով, ամեն։ Հրամեցեք։ Պիտի շարունակենք 375-րդ երգին, առաջին, երրորդ եւ չորրորդ տուները երգելով 375 Փառք Տերոջ, որ հոգացող դերմ ունենք, ոչ թե միայն գփրկե եւ մեր վիճակին գթողե, հապա ամեն օր մեզի հետ է։ Անորոշ պետք չէ վախտանք եւ գադարյալ վստահություն ունենանք։ 287-րդ երգը մեր վերջին երգը պիտի որ մեծ կգանցնենք հայտարարություններուն, մեր սիրոնավերներուն եւ ապա մեներք պիտի լսենք Լևոն եղբոր գողմեն։ 287-ը Երանթուն օքյով այս երթնալ երգենք։ Eva,
չթողուրզի սարացի, ոչ չթողուրզից, ոչ չթողուրզից, ոստացավ երբեք չթողուրզի սարացի, ոչ չթողուրզից, ոչ չթողուրզից, ոստացավ երբեք չթողուրզի սարացի, երբ քայլեր սարոջ, երբ դակավոր դեր սկսեք հաճեղին, ես թեմաբավեն, կարնան կշնոց նման, երկիմ ծծակին, դերոջ կողզոր հոստում, չթողուրզի սարացին, ոչ չթողուրզից, ոչ չթողուրզից, ոստացավ երբեք չթողուրզի սարացին, ոչ չթողուրզից, ոչ չթողուրզից, ոստացավ երբեք չթողուրզի սարացին։ Ամեն։ Գավադանք այս խոստումին։ Ամեն, անշուշտ, անշուշտ։ Մեր դեր երբեք սուտ խոսած չէ։ Այնպես որ գվստային գիրեն։ Մենք ենք որ գթողունք, մեր անհավատությամբ, մեր խելքին վստահելով, խուջաբի մատնվելով, վիճակները, բարակաները տեսնելով գուսադինք եւ գթողունք, բայց ան մեզի հետ է փառք կուտանք։ Քեզ ողված մեր աչքերը, դու ես մեր դերը, և քոն են մեր երգերը, դեպի քեզ ողված մեր աչքերը, դու ես մեր դերը, և քոն են մեր երգերը, դու միագույնն ես մեր, դու միագույնն ես մեր, դու միագույնն ես մեր, դու միայն ով մեր դեր, դու միագույնն ես մեր, դու միագույնն ես մեր, դու միագույնն ես մեր, դու միայն ով մեր դեր, Սուրբ դեղում բնակվող ասված մեր, դու ես ընդունում և լուսում աղոթքը մեր, բարձրում Սուրբ դեղում բնակվող ասված մեր, դու ես ընդունում և լուսում աղոթքը մեր, դու միագույնն ես մեր, դու միագույնն ես մեր,
դու միակույսն ես Տեր, դու միայն ով մեր Տեր, դու միակույսն ես մեր, դու միակույսն ես մեր, դու միակույսն ես մեր, դու միայն խոսքը քո լույսն է մեր, ով ասված մեր Տեր, զգարիքիս պահով ես դու Տեր, քո խոսքը սուրբ է, սքանչելի է, մաքուր է ու ցանկալի է, դու միակույսն ես մեր, դու միակույսն ես մեր, դու միակույսն ես մեր, դու միայն ով մեր Տեր։ Շնորհակալ եք Լևոն եղբայր։ Այո, երբեմն հարց կուտանք, որ մարդիկ, որոնք Քրիստոսը չունին, որու գուսան իրենց հույսը ով է, գեղեցկության, գիտության, առողջության, դրամին, բոլորը ժամանակավոր է, անցողական է, բայց երանելի այն մարդուն, որուն հույսը Տերն է։ Աստծո խոսքեն երկու համարներ պիտի գարտամ, Եփեսացված նամակեն 5-րդ գլուխին 18 եւ 19 համարները։ Եփեսացիս 5:18-19։ Եվ մի քինովնակ քինիով, որում մեջ անարագություն կա, հաբահոքիով լեցվեցեք, եւ սաղմոսներով ու օրհնություններով եւ հոգեվոր երգերով ձեր մեջ խոսակցելով երգեցեք ու սաղմոսսեք Տերոջը ձեր սիրտերուն մեջ։ Տերոջ շնորհքով կշարունակենք մեր նյութը Սուրբ Հոգի Աստծո մասին, ինչպես ասե այս նյութը ընտրած եմ, որ մեր հոգևոր շինություն ստանանք, հոգևորապես աճինք, առողջ գիտություն ունենանք եւ մեր հավատքը ամրապնդենք, շինենք եւ հաստատենք ողջամիտ վարդապետության վրա։ Բնական է, որ այս նյութը հիմնավորված է Աստվածաշունչի վրա ու ոչ թե մարդկային շինչու, պատմություններու եւ փորձառություններու վրա, որոնք միայն հոգևոր դգիտության մեջ եղողները կմոլորեցնեն եւ սուտ մխիթարություններով կմխիթարեն։ Մեկը գրնա ուրախ զգացումներու մեջ գտնվել, որովհետեւ չեր պաշտամունքի մեջ մտնոլորտի մեջ է, հոն ցերկեր կփարստանան, ալելույաներ կլսվին, աղաղակներ ասպես, եւ մարդիկ կորորվին եւ կգարձեն, թե Սուրբ Հոգվույն զորությամբ ներշնչված են։ Եվ իրենց այդ վիճակը Սուրբ Հոգվույն ներկործություններուն կվերակրեն, որովհետև իրենք այդպես կսկան, լավ կսկան, ուրախ են, ուրեմն ուրգեք ու կայս Սուրբ Հոգի են։ Միշտեր ովևէ կապ չունենալ, գրնալ այդպես ըլլալ, որ զգալ, որ Սուրբ Հոգին է, բայց կապ չունենալ անոր հետ, եւ անոր անձնավորության եւ գործերուն նկատմամբ դքեդլալ, այսինքն չգիտնալ անոր գործերը։ Բողոս Արաքյալ Գորընթացիներուն գսե, չեք գիտեր, որ ձեր մարմինները դաջար են Սուրբ Հոգին, որ ձեր մեջ կբնակի, զորաստուծմե ունիք ու դուք ձեր անձին դերը չեք։ Առաջին Գորընթացիս 6:19։ Անոնք հոգևոր բարգևներով կբարձենային, բայց միևնույն ադեն դքեդ էին այս փարավոր ճշմարտության նկատմամբ։ Գորընթացիներուն նման այսօր ալ մարդիկ գվխտան ամեն կողմ։ Անոնք շարունակ կսեն, Սուրբ Հոգին ինձ խոսեցավ, Սուրբ Հոգին հայտնեց,
Սուրբ Հոգին առաջնորդեց, Սուրբ Հոգին սրտիս վրա ձանրացուց, Սուրբ Հոգին ներշնչեց, մինչդեռ որևէ գործ չունին Սուրբ Հոգին ներշնչումներուն եւ անոր ներկործություններուն հետ։ Բացարձակ կարևոր է գիտնալ, շատ կարևոր է գիտնալ, անոնք որոնք ուզեն գիտնալ, պիտի գիտնան անպայման, որ ներշնչման 3 աղբյուրներ կան։ Առաջին մարդկային հոգին է, որ իր ներշնչումը կստանա չար ու խաբեբա սիրտեն, որուն գետրոնն է էղոն եսը։ Այս հոգիով աղոտներ կպարսանան, քարոզներ կդրվին եւ զանազան ծառայություններ կկատարվին, սակայն իրենք ու զիրենք ունգընտրողները կգարձեն, թե Սուրբ Հոգին ներշնչված կկատարվի։ Միշտեր այդպես չէ։ Մարդկային հոգին է։ Եսն է։ Երկրորդը ներշնչման աղբյուրը թիվային հոգին է։ Թիվային հոգիով ներշնչվող անձերը մի խորիկ թե վախնալիք թեմքեր կունենան, ներկայությունին այսպես զարուրանք կպատճառի, չէ, երբեք։ Այլ այնպես մգխոսին, որ իրենց եւ հավատամքը գուսուցանեն, զոր լսողներ մեծ քոացում կստանան։ Բողոս Արաքյալ այս տասագարքի մարդոց ագնարգելով հետևյալը գսե իր երկրորդ նամակի մեջ 11, 13, 15 գսե Բասզի այնպեսիները սուտ արաքյալներ են, խաբեբա բանվորներ ըլլալով, Քրիստոսի արաքյալներուն գերբարանքը իրենց վրա գարնեն եւ զարմանք մը չէ, բասզի ինք սադանայալ լուսավոր հրեշտագի գերբարանք գարնեն, ալ մեծ բամբը չէ, որ անոր բաշտոնյաներն ալ արդարության բաշտոնյաներուն նման գերբարանք գարնեն, որոնց վերջը իրենց կործերուն համեմատ պիտի ըլլա։ Այսինքն, այնպես մը գխոսին, որպես թե Աստուծո գոմե ղրգված ու ներշնչված գխոսին, որ լսողներ լավ ըսկացումներու մեջ ըլլան, մինչև իսկ Փառք Հիսուսի ըսեն։ Երրորդ ներշնչման աղբյուրը Սուրբ Հոգին է։ Գորընթոսի մեջ ոմանք թիվային հոգիով գնեին այն, ինչ որ գրաբաշտական դաջարներու մեջ գնեին, եկեղեցի մեջ, կխոսեին, դեղմը գսե, նզովյալը լա Հիսուս գսեր, արաքյալը գսե ադիչի, ինչ կլա ծեր մեջ, մեկը գարելի չէ Սուրբ Հոգիով լեցի և Հիսուսը նզով է, ադի ինչ է ծեր մեջ, անոր համար գսե, 14 առաջին Գորընթացոց 14-րդ գլուխը պիտի գարտամ, գսե հոն, առաջին Գորընթացից 14 բարգևներու մասին, կործածության մասին գխոսի, և հոն գսե, պիտի գարտամ 29-ն, 28-ն ալ գարտամ, և լավ գլա, որ ծերտուները գարտակ, պատկերմը պիտի արնեք ինչ վիճակ գդիրեր հոն, բայց եթե թարգմանող չլա, եկեղեցի մեջ լուր թող գենա, գսե, և ինքնիրեն Աստուծո թող խոսի, իր հասկացած լեզվով, եթե օդար մկա ծեր մեջ, օդար Գորընթոս, գետրոններ, նավանքիստուներ և շատ մարդիկ երթային, և եթե մեկը գուքա, ուզեպան բսել, իր հասկացած լեզուն թարգմանող չգա, լուր թող նստիոն, Աստուծո է թող խոսի, իսկ գսե, մարգարեները 2 կամ 3 հոգի թող խոսին ու մույսները թող քննություն ընեն, որպեսզի գիտնանք ինչ հոգի են ներշնչված են, մարդկային, թիվային, թե Սուրբ Հոգին, ադոր համար թող քննեն, թող լսեն, տեսնեն, գսե Արաքյալը։
Սուրբ Հոգին գներշնչե միայն ու միայն ճշմարտությամբ եւ թեպի ճշմարտությամբ։ Այսինքն Սուրբ Հոգին չի ներշնչեր քարոզիչին, որ ան շինցու բատմություններ պատմե։ Չափազանցված փորձառություններ խոսի։ Խոսքը ձուր մեկն է։ Չգադարված հրաշներ պատմե։ Սուրբ Հոգին անակ բան չներ։ Հաբա գներշնչե անցին, որ աստվածային ճշմարտություններ խոսի եւ խոսքը ուղիղ մեկն է, որպեսզի հավատացյալը օրեօր աստվածային ճշմարտություններուն վրա իր հավատքը գառուցե եւ հոգեվոր դքիդության մեջ չմնա։ Եկեք հիմա գետրոնանանք գարտացված համարներու շուրջ։ Պողոս առաքյալ այս խոսքերով որ գարտացինք, մի քինովնակ քինիով, որ մեջ անարագություն կա, հաբա հոգեով լեցվեցեք, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, ծեր մեջ խոսակցերով երկեցեք եւ սաղմոսսեք Տերոջը, ծեր սրդերու մեջ։ Այս խոսքերու մեջ մի քանի ճշմարտություններ գուզե սորվեցնել առաքյալը եւ մեր մտքերու մեջ բատկերմը գստեղծե քինիով լեցվողի բատկերը։ Մեկը որ քինիով լեցված է, քինովցած է։ Քինիով լեցվելու փորձառությունը սերտ գաբունի մեր ներքին վիճակին հետ եւ միևնույն ադեն մեր արդակին վարմունքին եւ արդահայտություններուն հետ։ Չեմ კი եթե ծեր մեջ մեկը գա որ փորձառություն ունեցած է, օրը գիշե քինովցած է, տեսած եք անոր վարմունքը արդահայտությունը քալելու մասին չենք խոսիր, զիգզագ կքալե, բայց ինչպես կարդահայտվի։ Քինիով լեցվող մարդը աստվածը լալով քինի մեջ բարունագող ալքոլեն դարբեր կմտածե, դարբեր վարմունք ունի եւ դարբեր արդահայտություններ, ինչ որ բնական մարդը ոչ քինովը չունի։ Ուրիշ խոսքով մարդը քինիով լեցվելով գփոխվի, ասե առաքյալին ըսածը, գփոխվի եւ անոր աստեցության դակ գաբրի, գվարվի, գխորհի եւ գարդայդվի։ Նույնպես երբ մեկը Սուրբ Հոգիով գլեցվի, դարբեր մեկը գլա։ Գփոխվի եւ անոր խոսքերը, արդահայտությունները, վարմունքը, ամբողջ կյանքը Սուրբ Հոգվույն աստեցության դակ կմնա։ Սաղմոսներով ու օրհնություններով եւ հոգեվոր երգերով իր սրդի մեջ զաստված կքովապանե, ինչպես գսե առաքյալը։ Սուրբ Հոգի լեցունությունը անձնական օրհնյալ փորձառություն մնե, ուրախության, զորության, մտքի բայցարության վայելք մնե, իսկական վայելք մնե։ Եթե հավատացյալը շարունակ անոր աստեցության դակ գտնվի, հոս է պրոբլեմը շատերուն, անոր աստեցության դակ պիտի գտնվի։ Առաքյալին հոգյով լեցվեցեք բադվերի մեջ, հետևյալ 4 ճշմարտությունները գտեսնենք։ Առաջին շարունակական փորձառությունն է, շարունակական։ Հավատացյալի կյանքի մեջ Սուրբ Հոգի լեցունությունը վերստին ծնունդի նման մեկ անգամ բադահելիք թեփը չէ, այլ շարունակ։ Ես պետք է լեցվիմ Սուրբ Հոգիով։ Վերստին ծնունդը մեկ անգամ կբադահի։ Հաջող չենք վերստին ծնունդ ունենալ, Հիսուսը ինչպես մարմինեն ծնածը մարմին է, հոգին ալ այդպես պետք է ծնի։ Մարմինեն քանի անգամ կծնի մեկը, մեկ անգամ։ Սուրբ Հոգիով մեկ անգամ կծնինք, մեր միտքը, մեր հոգևոր ընդունակությունները կգենթանանան, նոր արարած կլան եւ սակայն լեցունությունը Սուրբ Հոգին շարունակական է։ Առաքյալներ եւ եկեղեցու պատմության մեջ մինչեւ այսօր Սուրբ Հոգիով լեցվողներ կան շարունակ։ Գործք առաքելոցի մեջ
կնշմարենք, որ առաքյալներ հաջող լեցվեցան։ Սուրբ Հոգիով լեցված ըլլալուն արդյունքը մեր առօրյա կյանքի մեջ Երևան գուքան ու ոչ թե շաբաթը մեկ ժամ, երկու ժամ պաշտամունքի տածքին ալելույա ասելով Սուրբ Հոգիով լեցվեցան եւ դունքացին։ Անգեդո վերջացաբեք չունի Սուրբ Հոգի լեցունության հոն եկեղեցի մեջ։ Ինչպես էսի անցյալները ոմանք Սուրբ Հոգի կփաշխեն, բայց անոնք որոնք Սուրբ Հոգիով պիտի լեցվին պետք է արժև կան։ Եթե հոն սիրելիներ կան բալկոնը Սուրբ Հոգիով լեցվիլ գուզեք պետք է արժև կան։ Ինչու արժև պետք է կան։ Հոն վեր չհասնիր նստող եթե սով Սուրբ Հոգի ասված գծավին քեզ շատ նեղացուցի ուխտս կնորոքեմ ներենձի եւ առաջնորդ դերոջը ծարան աստեղեն աղոտ կմադուցանը պետք է անպայման արժև կա ասալ ընթորինակված կոպի եղած է եւ մարդիկ գգարձեն որ Սուրբ Հոգին առնելու համար պետք է արժև կաս հadoop աղոտ պետք է լա այնպես որ Սուրբ Հոգիով միշտ շարունակ ամեն օր երկու շաբթիալ պետք է լեցվինք երեք շաբթիալ չորեք շաբթիալ եւ ոչ թե պիտի սպասեք մեկը կա որբեսի Սուրբ Հոգիով լեցվինք Սուրբ Հոգի լեցունությունը արվեստագիտություն չէ ոչ ալ շինցուփամ Դժբախտաբար շատ քարոզիչներ կան մասնակետ են ցույց տալու որ Սուրբ Հոգիով լեցված են փեմին վրա միայն իսկ առօրյա կյանքի մեջ ովևէ գապ չունի Սուրբ Հոգվույն լեցունության հետ փեմին վրա գծուցադրվի զանազան ցևերով խոսքերով շարժումներով մույս կողմեն կյանքի դժվարությունները թիմակրավելու զորությունը չունի Եկեղեցի մեջ այնպես մգսես Սուրբ Հոգիով լեցված է բայց մեղքին արչև ձունգի գուկա անարդարություն գնե քողություն ալ գնե թե պետք կլա անօրենություն ալ գնե սուդալ գխոսի իր եսին քերին դարձած է դերևս շնության մեղքի մեջ ալ է եւ գիրագյորը Սուրբ Հոգիով լեցված ըլլալը ցույց կտա Բարզամիտ հավատացյալներ շատ կան դժբախտաբար եւ գտեսնեն այս երևույթները գսեն մեր հովիվը Սուրբ Հոգիով լեցված է միշտ ովևէ գապ չունի շատեր թագարտի մեջ ինգած են շատեր գկարոզեն զորություններու մասին հրաշներու եւ բժշկություններու մասին գկարոզեն եւ հավատացյալներն ալ գմեղատրեն երբ անոնք հիվանդանան բժշկի երթան թեղ կորձած են կորձողությունը լա գսեն ուր է հավատքը ասոր ինչ տեսակ հավատացյալ է բժշկի կացերը թեղ գարնե լսեցի որ կորձողություն պիտի լա ինչ տեսակ հավատացյալ է ուր է անոր հավատքը Հիսուսի անով Հիսուս ամեն բանի կարող է ճիշտ այս խոսքերը ըսողներ երբ կհիվանդանան բժշկի երթան բայց փեմին վրա այնպես մգանները գծուցադրեն որ իրենք հավատացյալ են եւ ամեն բան հրաշներով ամեն օր գվայելեն ուրեմն այս փորձառությունը ամեն օր պետք է ըլլա ամեն օր օրհնյալ փորձառություն մնե եւ շարունակ պետք է ըլլա շարունակ երբ պետք է լա մարդը ամեն բան գրնա ցուցադրել ինչ որ ըլլա թրագան շղթական հարցը ցուցադրել չէ հարցը ապրիլն է Սուրբ Հոգվույն զորությամբ ապրիլն է հոսե եւ այդպեսով մենք գրնանք ցույց տալ որ գաբրինք բդուղները ունին որ մասին պիտի խոսենք երկրորդ ճշմարտությունը ոս առաքյալին համար որ գարտացինք հատվածը առաջին անձնական փորձառությունը շարունակ պետք է լա իսկ երկրորդը բադվերը լեցվեցեք կսե հրահանքը գբահանչվի երանի թե այս բադվերին շուրջ խորհինք մեկը չստիբեր մեզի որ պետք է լեցվին ես պետք է անդրադառնամ որ գարիք ունիմ Սուրբ Հոգին լեցունության եւ խորիմ այս մասին բադվեր մնե ասիգա եւ
ասիգա անցնական եւ անոր աստեցության տակ պիտի մնամ ես պիտի որոշեմ եթե այդպես անենք հնազանդենք այս պատվերին շատ մը անցնական ընտանեկան եկեղեցական դժվարություններուն հարաճ կգարնենք թերևսալ գխուսափին բոլորովին այդ դժվարությունները չեն կար ուրեմն պատվերը եւ այս պատվերը երրորդ ճշմարտությունը անխդիր բոլոր եկեղեցին համար բոլորիս համար բոլորիս հետեւաբար Սուրբ Հոգի լեցունությունը եկեղեցի մեջ որոշ մարդոց համար չէ բոլոր մարդոց համար այս պատվերը քույրերին ալ գբանչվի քույրերն ալ պետք է Սուրբ Հոգիով լեցվին որբեսի իրենց ամուսիններուն վրա չիշխեն եւ նաեւ սորվեցնող չլան այսինքն քարոզող չլան եթե Սուրբ Հոգիով լեցվին ամեն բան առաջ Աստուծո պատվերին կհնազանդին Աստծո գամքին կհնազանդին եւ ոչ թե գսեն ես Սուրբ Հոգիով լեցված եմ Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց եւ այլն ինչպես սկիզբը գվխտան այսպեսիներ Սուրբ Հոգին ինձ խոսեցավ Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց եթե իրավ առաջնորդ է մանավանդ եթե գինե գսես պետք է լուր գնամ եկեղեցի մեջ սորվեցնող չլամ աղոթեմ անշուշտ պետք է աղոթեմ պետք է ծառայեմ բայց ոչ թե սորվեցնեմ եւ ամուսինիս վրանալ իշխեմ Չորրորդ ճշմարտությունը շատեր կարծեն թե միայն քարոզիչները պետք է Սուրբ Հոգիով լեցվին Աստղալ ըմբռնումն ալ գա քարոզիչը հիմա պետք է աղոթենք քարոզիչին համար որ Սուրբ Հոգին զորությունով լեցվին իսկ ինքը գրնալալ քնանա խելք ուրիշ տեղը լա խոհանոցը լա կորձերու մեջը լա բայց մասակ գաղոթե որ քարոզիչը Սուրբ Հոգիով լեցվի Բոլորս ալ պետք է լեցվենք, բոլորս ալ պետք ունենք։ Չորրորդ ճշմարտությունը Սուրբ Հոգիով լեցվելը հավատացյալին անձնական պատասխանատվությունն է։ Հավատացյալը ինք որպես պատասխանատու պետք է զգա եւ հնազանդի այս պատվերին։ Ուրիշին պետք չէ նայի։ Ուրիշը թող լեցվի, հետո ես ալ գլեցվի։ Տերեսանի երբեք չուզեր։ Գգարձե որ լեցված է գաբրի ինչ ուրիշին գնայս երբ այս պատվերին գնազանդի Սուրբ Հոգին աստեցության դակ պիտի մնա Սուրբ Հոգին աստեցության դակ մնալն է անորամար արաքյալ գսե քինովին օրինակ կբերե մի քինովնա քինիով այդ հոգին աստեցության դակ պետք է ապրինք եւ անոր ներքին կյանքը պիտի լեցնե իմաստությունով, քաջությունով, խոսքի քաջությունով, մինչև իսկ մահեն չվախնալու, այդպեսի զորություն մնե, և միշտ պատրաստ ըլլալ Քրիստոսի սիրույն զոհվելու։ Ուրեմն, գխորիկ, որ իմաստության գարիք ունենք, երանի թե մարդիկ փոխանակ ըսելու ով Սուրբ Հոգի Աստված զորությամբ լեցուր ինձի, երանի թե խնդրեն ասեն ով Սուրբ իմաստությամբ լեցուր, ով Սուրբ Հոգի Աստված։ Անուններու մասին երբ որ խոսեցանք Սուրբ Հոգին, անունները մեկն ալ ինչ է, իմաստության հոգի է։ Այդպես գջացվի գոչված է, իմաստության հոգի է։ Ուրեմն ոչ թե զորությունը խնդրեք, հապա անոր իմաստությունը խնդրեք։ Եվ իսկության մեջ երբ անոր աստեցության դակ գլանք Զորավոր ալ բիդլանք, իմաստուն ալ բիդլանք, համբերող ալ բիդլանք, բայց հարցը անոր աստեցության դակ ըլլալն է։ Ինչպես կրնանք շարունակ Սուրբ Հոգին լեցունությունը վայելել։ Այս հարցումը լրջորեն եթե խորհինք, ճշմարտաբես, ինչպես կրնանք Սուրբ Հոգին աստեցության դակ ըլլալ։ Միշտ իմդի ունեցեք Սուրբ Հոգիով լեցվիլ Գնշանակ է անոր աստեցության դակ ապրիլ, ոչ թե մեկ երկու ժամ լեցվեցա, բորացի, գանչեցի, խնդրեցի, լեցվեցա, օքեյ է, անոր աստեցության դակ ապրիլ, ինչպես, հեշտ կգարձեք, որ թյուրին պան է, ոչ, կին վջարել գա, կին պիտի վջարես,
Եթե գուզենք վայելել այս օրհնյալ վիճակը ամեն օր, պետք է անկեղծությամբ խոստովանենք մեր մեղքերը։ Այն մեղքերը, որոնցով Սուրբ Հոգին դրդմեցուցած ենք, պետք է խոստովանենք։ Պետք է դրամատրվենք անոր, պատրաստ լանք հնազանդելու։ Եթե ան մեզի ցույց տա սխալը, փամը, պետք է հնազանդենք։ Եվ այս խոնարհությունը բան չէ, գրնաս լրացնել, դու դեղդ նստիր։ Ոչ, ես այդպես կուզեմ։ Քին վճարել գա, թյուրին չէ Սուրբ Հոգիով լեցվի, որտեղ մեկ եկերը գաղութ է լեցվեցավ ոչ։ Քին պետք վճարես, հոժարես։ Եվ եթե սխալ շարժարիտներ կան, միջևից եկեղեցի մեջ գծարայես սխալ շարժարիտներով։ Նպատակը հոբարդանալ է, ցույց տալ է, փառավորվել է, պետք է խոստովանես, այն ադեն գլեցվիս Սուրբ Հոգիով։ Ոչ թե մեծականակ խոստովանություն, գիտեք այսօր պիտի մեղքերից խոստովանենք։ Մեկ հոգի գաղութ է, բոլոր տեղի, ես պատասխանատու եմ, ես պիտի խոստովանեմ, իմ գադարած սխալներուս համար, կործած մեղքերուս համար, մեղքեր, որ շատ մահավատացյալներ մեղքալ չեն սեբեր, չարախոսություն, հբարդություն, եսասիրություն, նյութաբաշխություն, ասոք ամենը Սուրբ Հոգին գդրդմեցն է, դրդմեցուցած է, եթե պետք է խոստովանես, առանց այս խոստովանության, աղոթե որ չափ որ գուզես, ով Սուրբ Հոգի Աստված լեցուր ինձի, ինչ է, գոջակ է, հեղուկ մն է, որ վերեն գուքա, պետք է խոստովանիկ, և ասիկա քին գուզե, հոժարես, գխոնարիս, եթե Սուրբ Հոգին ասե, թուն այդ անցին վիրավորած ես կնա, սորի ասե, հոժարես, թողին կկա ինձի, ինքնալ վիրավորեց, այո, հիմա քեզի գսե Սուրբ Հոգին, որ կնա, երթաս, հոժարես, թուն անվայել գերբով խոսեցար, հոժարես երթալու, շատ բաներ կան, որոնցով Սուրբ Հոգին գխոսի մեզի, անոր համար Սուրբ Հոգի լեցունություն ոչ է մեկը թող չագնգալ է սուտ մարգարեներնալ բորալով, գանչելով, աղոթելով չէ, գդրամատրվինք, գխոստովանինք մեր մեղքերը, գհնազանդինք ամբողջ օրը։ Եթե չթույլատրենք, որ Սուրբ Հոգի մեզ մաքրե, մենք միայն գրնանք անոր զորության մասի խոսել, և շատ թյուրին է, շատ թյուրին, անոր զորության մասի խոսել, Սուրբ Հոգին ասպես կնա, այնպես հրած է, սերելանքայի մեջ ասրաշ կգադարած է, ցեզի հրաշ կբատմեն, բդի գրեք, ասվող կգարձեն, որ եթե հրաշ կբատմեն, հավատնի բիտ զորանա, այդպես կգարձեն, միշտեր, աստծո խոսքն է, որ հավատքը մեջտեղ գբերը և գզորացնի, ուրեմն լրջորեն խորհելու ենք, եթե գուզենք Սուրբ Հոգիով լեցվիլ, պետք է քինը վճարենք։ Սուրբ Հոգվույն որևէ մեկ բարգև ունենալ, չի նշանագեր անոր լեցունություն ունենալ։ Երբեք։ Մեկը գրնա Աստծուց մե հատուկ բարգև ունենալ, հատուկ հրաբուրիչ, ջարդասան մը գրնալալ, այնպես մը գխոսի, որ իր քարոզներով ունգընթիրները գհուզե, գլացնե, անոց զգացումներուն գտպնա, թրագան բատկամներով գվոքեբորե և միևնույն ադեն մարմնավոր և Սուրբ Հոգին լրեցնող ըլլա, Աստուծո անունը արադավորող ըլլա, անոր առաջնորդությունը մերժող ըլլա, Քրիստոնեական, Փարեսիրական հաստատություններու անվանդակ մարդոց խափող և գողոպտող ըլլա, աչքիս արջև կանիներ գուքան, ժամանակին և իչև այսօր ալգան, գգողոպտեն մարդիկ, գգողոպտեն, ասոնք մասնակետ են անդեղի համարներ դալու, անդեղի դեղ համար հեչ գապ չունի, զորորնակ, Ողոս գսեք որց կարակելոցի մեջ, չէ, երկրորդ Կորինթացիսի մեջ, 11-րդ գլուխ մեջ, ես գսե եկեղեցիները գողոպտեցի, գրված է, առաքյալը գսե, նայր, այնպես որ, իքնալ գողոպտեգոր, գգթեգոր, աղվորմը,
Փարեսիրական հաստատություններու անվանդակ։ Մտնորորդը փոխեմ ասելով քիչ մը ցեզի, որում մեջ ճշմարտություն կա ինչ որ բիցեմ։ Օրը քյուղացի մը էշը գորսնցնե։ Պատվելին եւ քահանան գերտան բխիթարելու եւ խոստանալու որ մենք քո էշը պիտի գտնենք անպայման հոգմիներ։ Քյուղացին օքեյ գսե գերտան գաոթեով ասված գսե Հաջիս այնպես մըրե որ էշս քահանան գտնե եւ ոչ թե պատվելին որտե պատվելին գտնենը համար մը պիտ փերը սուրբ գիրքեն էշս ցերքես պիտարնե մասնակետ են այսօր շատ մարդիկ կան քրված է գողոպտեցի գսե Արաքյալը գսե գողոպտեցի այնպես որ հոն պատվերջի գա որ թունալ գողոպտես եւ եթե լավ գարտանք Արաքյալը ինչու համար գսե ադիգա գծարայեր եկեղեցիերուն գծարայեր այնպես որ Եվ թշպախտապար այս թասագարքի մարդիկ երբ մեկնած են այս աշխարհեն զինք ջանցողներ հարց տված են աս մարդը երկին քնած հիմա պատասխանը բարձ է աստված գիտե անշուշտ աստված գիտե բայց զինք ջանցողներ պետք է այս հարցումը անեն պետք է ասեն այս հարցումը երկին քնած այնպես աստուծո անունը արադավորած է որբեսի այս հարցումը չնեն մեզիալ Սուրբ Հոգին աստեցության դակ ապրինք որբեսի մեր խոսքերը մեր գործերը եւ վարմունքը Սուրբ Հոգին աստեցության դակ գադարվին եւ այսպես աստուծո անունը չհայույվի Ես այսպես գսկամ, օքեյ, թուն այդպես գսկաս, զգացումները Սուրբ Հոգին աստեցության դակ են, ես այդպես գխորի, թուն այդպես գխորիս, խորհուրդներդ Սուրբ Հոգին աստեցության դակ են, այդպես գծրակրեմ լավ է, օքեյ, լավ է, բայց մի քինիով, Հաբա հոգիով լեցվեցեք, որբեսի Սուրբ Հոգին աստեցության դակ վարմունք ունենանք, կործեր ունենանք և այսպեսով աստուծո անունը չարադավորենք և օր մնալ երբ մեր աչքերը փակենք մեզի ամարալ չհարցնեն այս քարոզիչը այս մարդը ինչպես երկիկ քնած չեմ գիտեր գգասկածին աստված գիտե փոխանակ այդպես ասելու ճիշտ հագարակ ասեմ ինչ լավ հավատացյալ մներ Գործընծուցինք, ինչ հեզ հավատացյալ ուներ, շատ չեր խոսեր, բայց շատ կկործեր, ինչ խոնար, գվիրավոր էիր, չեր վիրավոր էր, եկեղեցի խաղաղության մեջ կբահեր, երանի թե մեզի համար ալ այդպես ասվի, սակայն պետք է Սուրբ Հոգին աստեցության դակ ուզես այս արավոտ ուխտդ նորոգել չեմ գիտեր, եթե կյանքիդ մեջ բաներ կա, որ Սուրբ Հոգին լրացուցած ես, վշտացուցած ես, ոչ մեգուն հետ մի չափվիր, թուն, պատասխանատու ես, գուզես ուխտդ նորոգել եւ ասել, ով Սուրբ Հոգի ասված, ները ինձ այս մեղքը, այդ մեղքը եւ այլն, ամենը, քնա անոր արչեւ, եւ ասե գուզեմ քու հսկողությանը դակ խոսիլ, խորհիլ, Իմ գամքս կրավ է, որբեսի երթամ հոն ուր որ թուն գուզես, լեզուս կործած է, խոսին քու մասիտ, գուզեմ ով դեր, ինչպես կինովը, ալքոլի աստեցության դակ կլես, գուզեմ լեցվիլ կեզմով, քու աստեցությանը դակ ապրիլ, երանի թե այսպես աղոտ կնես սրդիտ մեջ, և դես ինչպես կյանքդ պիտ պոխվի, և թուն օրդություն պիտի թարնաշ շուրչիներուն, Դերը ցեզի օրհնե եւ ըլլա որ իրապես այս ճշմարտություններ դեղ գտնեն եւ մենք ալ շարունակ Սուրբ Հոգիով լեցվենք, այսինքն անոր աստեցության դակ ապրենք իր փառքին համար։ Ամեն։ Եկեք վերջավորության երգենք 180-րդ երգը օրհնյալ երաշխիք իմ Սե Հիսուս Ո այս խորհուրդը ինչ քաղցր է իմ օգուս, քեղեցիկ երկ մնե,
Գրտնել կգսե պիտի պատմեմ մինչ շունչս վերջին։ Երանթունոքյով այս երկը եկեք անոնք որոնք գրնան ոտքի վրա երկենք 180 եւ աղոթքով պիտի փակենք։ Տեր Հիսուս փառք ունենք քեզի, որ մեզ սիրեցիր եւ դակավին գսիրես մեր բոլոր թերություններու դգարություններու մեջ, գուզես ով դեր մեզ օրհնել, գուզես մեզ ուրախ պահել, անորամար քո հոգիդ ղրգեցիր մեր սրտերու մեջ բնագելու եւ մեզ առաջնորդելու, օգնե մեզի դեր, որ միշտ հնազանդենք, ով Սուրբ Հոգի Աստված, անգամ եւս մեր ուխտերը գնորոքենք, Ները մեր հանցանքները շատ անգամ քեզ վշտացած ենք, շատ անգամ քեզ լրացուցած ենք, դեր օգնե դեր, որ լման քու հսկողությանը դակ բարվինք, ապրինք, ծառայենք եւ կործենք, քու փառքիդ համար, ամեն։